Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ արդեն 17-րդ օրն է շարունակվում է նախընտրական քարոզարշավը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ Տեր կանգնիլ խաղաղությանը կարգախոսի ներքո այսօր քարոզարշավը շարունակում է իրականացնել Շիրակի մարզում։ Այս պահին մենք գտնվում ենք Արթիկ համայնքում եւ այժմ ես պատրաստվում եմ զրուցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Տիկին Ավանեսյան, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար եւ կցանկանայի ձեր գնահատականը լսել ընդհանուր քարոզարշավի ընթացքի վերաբերյալ, քանի որ դուք էլ համայնքներով շրջում եք, բակերով շրջում եք, զրուցում եք քաղաքացիների հետ, ընդհանուր ձեզ մոտ ինչպիսին է տպավորությունը, մթնոլորտը ձևավորված ընտրություններին ընդառաջ։ Մթնոլորտը հիանալի է, արտակարգ է, շատ ջերմ է, մենք իսկապես զգում ենք մեր քաղաքացիների ահռելի մեծ աջակցությունը։ Քարոզարշավը ընթանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար ամեն օր ավելի ու ավելի ընդլայնելու աջակցության տրամաբանության մեջ եւ մեր քաղաքացիները հստակ ցույց են տալի, որ տեր են խաղաղությանը, տեր են Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության քաղաքականություններին, մեր երկրին եւ սա շատ մեծ ոգևորություն է առաջացնում ամեն օր շփվել քաղաքացիների հետ, հազարավոր մարդկանց հետ, տեսնել, որ իրենք հենց իրենց կյանքի վրա տեսնում են փոփոխությունները, տեսնում են իրենց ճանապարհները, դպրոցները, մանկապարտեզները, բժշկական կենտրոնները, առողջության ապահովագրությունը, բայց նորից ու նորից պիտի վերադառնամ նրան, որ խաղաղությունն է, որ ամենաառաջին ձեռքբերումն է, որ մեր քաղաքացիները կարևորում են եւ պինդ պահելու տրամադրվածություն ունեն։ Իսկ ձեր ակնկալիքները, սպասելիքները մեր քաղաքացիներից ո՞րն է հունիսի 7-ին ընդհանուր։ Որ հունիսի 7-ին բոլորս գնան ընտրատեղամաս եւ տեր կանգնեն խաղաղությանը, վերցնելով համար 16 քվեաթերթիկը։ Սա է մեր խնդրանքը, հորդորը, ակնկալիքը եւ պիտի ասեմ, որ մենք արդեն զգում ենք, որ այն աջակցության աստիճանը, որ օր-օրի ձևավորվում է, ոչ թե լիահույս ենք, այլ վստահ ենք, որ սահմանադրական մեծամասնություն ենք ունենալու։ Տիկին նախարար, իսկ ինչ եք կարծում, քաղաքացիները մոտիվացված են մասնակցելու ընտրություններին, քանի որ բացի քվեարկությունից շատ կարևոր է նաև քաղաքացիների մասնակցությունը, այսինքն որպեսզի մեր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների գոնե մեծամասնությունը, կեսից ավելին մասնակցություն ունենա այս ընտրություններում եւ չլինեն անտարբեր։ Ես կարող եմ ասել թե մարզերում եւ թե Երևանում մենք ապատիա, անհետաքրքրվածություն չենք հանդիպել։ Հակառակը մարդիկ շատ լավ հասկանում են, որ այս ընտրությունները եւս շատ կարևոր ճակատագրական ընտրություններ են եւ մենք պիտի որոշենք մեր երկրի ընթացքը։ Կամ մենք գնում ենք խաղաղության տրամաբանությամբ, երկրի զարգացման տրամաբանությամբ, կամ վերադառնում ենք քաոսի եւ կոնֆլիկտի տրամաբանություն։ Շատ ջրբաժանը հստակ է եւ քաղաքացիները դա հստակ գիտակցում են։ Այս օրերին ուրեմն ահռելի մեծ աջակցություն ենք տեսնում ենք քաղաքացիներ, ովքեր գալիս են հստակ լսելու վարչապետի խոսքը։ Սա էլ է շատ կարևոր, որ մեր հրապարակներում նաև մարդիկ գալիս են եւ մենք այդ դինամիկան էլ ենք շատ հստակ տեսնում, երբ որ գալիս են, լսում են եւ համակվում են այն գաղափարախոսությամբ, ինչ ներկայացնում է վարչապետը։ Եվ օր-օրի այս համակիրների բանակը մեծանում է մեր։ Բայց ի հեճուկս դրան, տիկին նախարար, տեսեք, ձեր ընդդիմախոսները օրինակ իշխանությանը մեղադրում են վարչական ռեսուրսի չարաշահման համար, ասում են, որ օրինակ դպրոցների, մանկապարտեզների, պոլիկլինիկաների, բժշկական կենտրոնների, մարզպետարանների, այսինքն տարբեր պետական կառույցների աշխատակիցներին է իշխանությունը ստիպում, այսպես նաև անուղղակի ձևով գալ, մասնակցել հավաքների։ Ժորժ ջան, քաղաքացիական պայմանագիրը վարչական ռեսուրս օգտագործելու որևէ մոտիվ եւ որևէ նպատակ չունի, չի կարող ունենալ, դա սկզբունքային առումով հակոտնյա է մեր ամբողջ էությանը։ Եվ այո, եղել են որոշակի դեպքեր, մի քանի դեպք, որի կապակցությամբ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք եւ ասել ենք, որ լինելու է ծառայողական քննություն եւ բոլոր անձինք, ովքեր օրենքի տառը չեն պահպանել, պիտի պատասխանատվություն կրեն։ Բայց այս օրերին մենք ուրեմն
փաստում ենք եւ արձանագրում ենք, որ ժողովուրդը գալիս է իր ցանկությամբ եւ կներեք, բայց ուսուցիչները, բժիշկները, պետական աշխատողները եւս քաղաքացիներ են, նրանք եւս պիտի իրենց ընտրությունը կատարեն, պիտի գան, լսեն վարչապետին եւ մյուս քաղաքական ուժերին եւ նրանք այնտեղ էլ ակտիվորեն թե գնում են, թե մասնակցում են եւ սա է, այո, նրանք էլ են քաղաքացի, բա պիտի մասնակցեն քաղաքական process-ներին, իսկ մի քանի դեպքերի մասով նորից կրկնում եմ, կլինի ծառայական քննություն եւ այս առումով թե մամուլն է շատ ուրեմն հետևողական եւ թե մենք ենք հետևողական լինելու, բարձելու բոլոր հանգամանքները։ Տիկին նախարար, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 2025 թվականի մարտի 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին եւ 11-ին այս օրերին առնվազն 23 բժշկական կենտրոնի տնօրեն ընդհանուր ավելի քան 5.7 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Խնդրում եմ կպարզաբանեք, սա ինչ նվիրատվություն է եւ ինչու պետք է պետական կառույցների ղեկավարները գումար փոխանցեն իշխող կուսակցությանը։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բաց թափանցիկ կերպով ներկայացնում է իր ֆինանսավորման աղբյուրները եւ ըստ էության մենք միշտ հենվում ենք մեր քաղաքացիների աջակցության վրա։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության սկզբունքն է, որ 100 հազարավոր մարդիկ վճարումներ, նվիրատվություններ իրականացնեն, որպեսզի մենք կարողանանք իրականացնենք քարոզարշավ։ Եվ բոլոր process-ները բաց հստակ թափանցիկ են եւ մենք ենք խնդրում, հորդորում, կոչ անում մեր բոլոր քաղաքացիներին, այդ թվում բժշկական կենտրոնների, թե տնօրեններին, թե բժիշկներին, թե իմ բոլոր ծանոթ բարեկամ գործընկերներին այս պահին էլ խնդրում, հորդորում եմ ձեր նվիրատվությունները իրականացրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որովհետև մենք հենվում ենք հենց ժողովրդի կողմից այսպիսի թափանցիկ կերպով արված նվիրատվությունների վրա։ Այս բոլոր ծախսերը հենց դրանց շնորհիվ են իրականացվում։ Ես ինքս նվիրատվություն եմ իրականացրել եւ նորից բոլորին կոչ եմ անում։ Շատ հետաքրքիր է, որ իսկ մյուս քաղաքական ուժերը եւ կուսակցությունները, օրինակ պարոն Թաթոյանի որտեղից է ֆինանսավորվում, շատ հետաքրքիր է։ Ի վերջո պարզեցինք, թե որտեղից նրան այդ գումարները, որով նա վարձակալում է տասնյակ տարածքներ։ Կարծես շատ մութ հարց է, որը ես կարծում եմ մեր իրավապահ մարմինները եւս պետք է հետաքրքրվեն։ Իսկ քաղաքացիական պայմանագրի առումով ամեն ինչ բաց, թափանցիկ է եւ այո, մենք ենք մեր բոլոր ծանոթ բարեկամ գործընկերներին հորդորում, խնդրում, որ անեն նվիրատվություններ։ Շատ լավ, տիկին նախարար, քանի որ այս օրերին, երբ մենք էլ զրուցում ենք քաղաքացիների հետ, նրանց մեծ մասը կատարված բարեփոխումների, կառավարության կողմից իրականացված աշխատանքների շրջանակում առանձնացնում է հատկապես նաև 26 թվականի հունվարի 1-ից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, մարդիկ այն քաղաքացիները, որոնք օգտվել են, բավականին մեծ գոհունակություն են հայտնում եւ դուք որպես ոլորտը ղեկավարող նախարար, որպես գերատեսչության պատասխանատու, խնդրում եմ այս մասով ասել նաև ձեր շփումները ինչ են ցույց տալիս եւ ընդհանուր առմամբ նաև առաջիկայում այս մասով ինչ է սպասվում, որովհետեւ ներողություն, բայց դրան զուգահեռ կան մարդկանց մոտ նաև մտահոգություններ, որ համակարգը ընտրություններից հետո դադարելու է գործել։ Դե ցավոք սրտի ինդիմադիր ուժերը անընդհատ փորձում են մարդկանց նյարդերի վրա խաղալ եւ մարդկանց կեղծ թեզերով վախեցնել, բայց դա բարև ձեզ, բայց դա նրանց չի հաջողվի։ Մեր քաղաքացիները հստակ պատկերացնում են, որ առողջության համընդհանուր ապահովագրությունը այլևս իրողություն է, անշրջելի իրողություն է, որովհետև մեր քաղաքացիները նաև ընտրելու են մեզ, որպեսզի այս բոլոր բարեփոխումները շարունակվեն եւ ոչ միայն շարունակվեն, այլ նաև ընդլայնվեն։ 2027 թվականի հունվարի 1-ից նոր խմբեր են մտնելու ապահովագրության մեջ եւ 2028-ին մենք ամբողջ բնակչությանը արդեն ապահովելու ենք այս երաշխիքով։ Պետք է ասեմ, որ մեր քաղաքացիները իհարկե շատ շնորհակալ են եւ իրենց գոհունակությունն են արտահայտում եւ սա շատ մեծ պարտավորվածություն է ել ավելի մեծ ջանքերով անել հնարավորինս այս տեմպը ապահովելու, պահպանելու։ Իհարկե մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով, բարեփոխումը մեկնարկել է, մենք շատ ուրախ ենք, որ մեկնարկը արդեն իսկ հաջողության պատմություն է, բայց սա չի նշանակում, որ մենք կանգ ենք առնում, այլ հակառակը, մենք ել ավելի պիտի բարելավենք բժշկական օգնության ու սպասարկման որակը, ընթացքում պետք է ավելացնենք նաև փաթեթը
ես ասեմ ձեզ, որ Արտիկում մենք կառուցում ենք բժշկական կենտրոն 0-ից, նորակառույց, որը հագեցվելու է նորագույն սարքավորումներով, մոտ 3 միլիարդ դրամ ենք ծախսում, ապա հենց Արտիկում բժշկական կենտրոն կառուցելու։ 3 ամբուլատորիաներ ենք կառուցում, Գյումրիում ծննդատան կավարտենք, հույս ունեմ այս տարի, բժշկական կենտրոնում ենք վերանորոգումներ ու վերազինումներ անում, այսինքն սա է հենց զարգացման ուղին։ Սկսել հաջողությամբ, շարունակել եւ ապահովել մեր քաղաքացիներին բարեկեցիկ կյանքով։ Կարող եք ներկայացնել թվեր, թե համակարգի ներդրումից հետո մայիս ամսվա տվյալներով քանի քաղաքացի է օգտվել արդեն առողջության համընդհանուր ապահովագրությունից եւ առաջնահերթ ծառայությունը, հա, բժշկական որն է, որով ավելի շատ քաղաքացիներ են դիմում բժշկական կենտրոններ։ Դե մոտ 800,000 քաղաքացի օգտվել է ապահովագրությունից եւ ընդհանուր առմամբ մեր ծրագրերից։ Իհարկե ամենամեծ պահանջարկ ունեցող ծառայությունները հետազոտական ծառայություններն են, բացի դրանից դեղորայքով ապահովումն է եւ մեր 100,000-ավոր քաղաքացիներ իրենց քրոնիկ հիվանդությունների համար անհրաժեշտ ամսական դեղերը ստանում են Աթեն ապահովագրությունով եւ սա էլ են իրենք հաշվարկները մեզ ներկայացնում։ Ասում են եւ վարչապետին ներկայացնում են, որ պարոն վարչապետ, դուք ոչ թե 10 կամ 20,000-ով եք մեր թոշակը բարձրացրել, այլ շատ ավելի մեծ գումարով եք ավելացրել, որտեվ եթե նախկինում 10, 20, 30, 40,000 դրամ ամսական մեր թոշակից գնում էր դեղորայքին, ապա այսօր այդ գումարը չենք ծախսում այդ ուղղությամբ, այլ ծախսում ենք այլ ավելի իրենց կենսապահումը ապահովելու համար, իրենց թորնիկների վրա են ծախսում եւ սա է մեր նպատակը, որ առողջական ծախսերի ֆինանսական բեռը այլևս մեր քաղաքացիների ուսին չլինի։ Գագիկ Ծառուկյանը օրինակ ասում է, չգիտեն քաղաքացիները սնունդ գնեն, թե ներողություն, բայց իր ձևակերպմամբ դեղորյակ, այսինքն գումարը կառավարությունից տրամադրվող, թե կենսաթոշակների ձևով, թե նպաստների ձևով, այնպիսին չէ, որ քաղաքացին կարողանա եւ տրամադրել մթերքին եւ դեղորյակին։ Եկեք շատ չկրկնենք, որ մեր երեխեքը չնայեն ու հանկարծ սխալ բաներ սովորեն։ Դե ցավում եմ, որ ոնց որ թե լրատվական հոսքերից մի փոքր հետ է մնացել պարոն Ծառուկյանը, եւ թե իր նախընտրական ծրագրում եւ թե իր խոսույթում խոսում է բաներից, որոնք այս պահին ակտուալ չեն, եւ այո, իրենց իշխանության ժամանակ է եղել, որ մարդիկ ստիպված են եղել ընտրություն կատարել, վիրահատվել, վարկ վերցնել, թե սնունդ գնել, բայց հենց առողջության ապահովագրության ներդրումն է, որ մարդկանց այս կատաստրոֆիկ ֆինանսական բեռից ազատել է։ Այո, դեռ բոլոր քաղաքացիները ընդգրկված չեն ապահովագրության մեջ, բայց ինչպես տեսնում եք, բնակչության կեսը արդեն օգտվում է այս կարևորագույն բարեփոխումից եւ խորհուրդ կտամ նորություններին ավելի ուշադիր հետևել, ինչ է կատարվում Հայաստանում, ինչ է փոխվել վերջին տարիներին, որ անհարմար վիճակում չհայտնվեն։ Տիկին նախարար, իսկ տեղյակ եք արդյոք, որ կան օրինակ նաեւ դեղատներ, որոնք քաղաքացիներին համավճարով հատկացվելիք դեղորայքը որոշ դեպքերում չեն վաճառում կամ տարատեսակ պատճառաբանություններ են բերում, թե այն արդեն վերջացել է կամ առաջիկայում նոր կլինի կամ կառավարությունը չի հատկացրել եւ այլն։ Այս խնդրի դեմ ինչպես եք պայքարում, որպեսզի եւ ընդհանրապես նաեւ վերահսկողությունը դեղատնային ցանցերի ինչպես է իրականացվում, որպեսզի քաղաքացին չբախվի նման խնդիրների։ Կարծում եմ նման խնդիրներ բացառիկ դեպքեր են լինում եւ այո, լինում է, որ ինչ որ մի դեղատանը տվյալ դեղը սպառվում է։ Այո, լինում են, բայց կա կողքի դեղատունը, կա հաջորդ դեղատունը, հազարավոր դեղատները սպասարկում են ապահովագրությամբ եւ ըստ էության այսօր նման խնդիր մենք շատ հազվագյուտ դեպքերում լինում է, ուղղորդում ենք եւ տեղեկատվություն տրամադրում ենք մեր քաղաքացիներին։ Այս մասով էլ անընդհատ ապատեղեկատվություն է շրջանառվում, ելի ժամանակ առ ժամանակ մարդկանց բան են անում, վախեցնում են այս դեղերը դեղատներում չկա, մենք պարզում ենք, տեսնում ենք, որ շատ լավ էլ կա դեղատներում, մարդիկ օգտվում են, ուզում եմ ասել, տեսեք, 150,000 քաղաքացի մեր ծրագրի շրջանակներում մինչև 50,000 դրամի հիմնականում դեղորայք ստանալու մասով ծառայություններ է ստացել։ Սա ահռելի մեծ թվեր է։ Եվ այս բոլոր թվերի մեջ այո կարող է լինել, որ ինչ որ մի դեղատանը մի դեղը սպառվի եւ չհասցնեն այդ պահին լրացնեն, բայց այս պարագայում էլ նորից եմ կրկնում, հազարավոր դեղատներ արդեն համակարգի մաս են կազմում եւ այս խնդիրն էլ արդեն ըստ էության չկա։